Հայաստանի կամ մեկ ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանն այսօր տեղափոխվում է Բելգիա, ATV հեռուստաընկերության Դինամիտ հաղորդման միջոցով հայ հեռուստադիտողին ներկայացնելու Բելգիայաբնակ Հայաստանի կամ մեկ ֆեդերացիան ներկայացնող Հարութ Գրիգորյանին։ Բելգիայում իր գեղեցկությամբ եւ առանձնահատկություններով տարբերվում է Անտվերպեն քաղաքը, որտեղ էլ Հայաստանի Հանրապետությունից 10 տարեկան հասակում իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հարութ Գրիգորյանը։ Detroit players, Tim's for my hooligans in Brooklyn. Dead right with the head right, be there, head life. Poker face. Նա 2007 թվականից մինչ այժմ մարզվում է հարվածային մարտարվեստով Դանիելա Սամերսի գլխավորությամբ Անտվերպենի Բուլդոգ ջիմում։ Այստեղ մարզվում են նաև նրա ընկերները Մարատ եւ Անդրե Գրիգորյանները։ You're now listening to the sounds of DJ Blend. Տարիների մարզումների ընթացքում Հարութ Գրիգորյանը հասցրել է ստանալ պրոֆեսիոնալ ակարգի մենամարտող մարզիկի որակավորում, ինչը հնարավորություն է ընձեռել աշխարհի հեղինակավոր ռինգերում իր ուժերը չափելու աշխարհահռչակ մարզիկների հետ։ Մայիսի 27-ին Հայաստանի եռագույն դրոշի ներքո Հարութ Գրիգորյանը հնարավորություն է ստացել մասնակցելու Մադրիդում կայանալիք Կամեկի աշխարհի առաջնությանը, որին կմասնակցի նաև Գագո Դրագոն։ Յուրաքանչյուր արևելյան մարտարվեստի ներկայացուցիչ ձգտում է մասնակիցը դառնալ ամենահեղինակավոր մրցաշարին։ Մեր հայրենակիցներից Գյորգյո Պետրոսյանը Կամեկի աշխարհի առաջնության 70 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է կրկնակի չեմպիոնի կոչմանը 2009 եւ 2010 թվականներին։ Այսօր այդ ճանապարհն ընտրել է Հարութ Գրիգորյանը, ով իր մարզական կարիերայի ընթացքում անցկացրել է 47 մենամարտ, որոնցից 40-ում ճանաչվել է հաղթող, դրանցից 15-ն ավարտել նոկաուտով։ Մենք Հարութ Գրիգորյանի եւ նրա եղբոր արդեն մեզ հայտնի Հրաչյո Դարփինյանի օգնությամբ շրջելով Անտվերպենի փողոցներով հնարավորություն ունեցանք ծանոթանալ քաղաքի գեղատեսիլ վայրերին եւ դրան զուգահեռ նաեւ Հարութ Գրիգորյանի հետագա ծրագրերին։ Հոլանդիայից հետո այս ոճում ամենազարգացած երկրներն են Ճապոնիան եւ Բելգիան։ Այսօր մենք հնարավորություն ունենք ներկա լինելու Հարութ Գրիգորյանի մարզումներին։ Այս մարզադպրոցում մարզվում են հարյուրավոր մարզիկներ, որոնց թվում են նաև մեր հայրենակիցներ Մարատ եւ Անդրե Գրիգորյանները։ Հարութը մարզվում է օրական 2 տարբեր մարզական ծրագրերով։ Յուրաքանչյուր օր պարտադիր մարզման ծրագրում ներառված են սպարինգները, տեխնիկայի զարգացումը, ֆիզիկական աշխատանքը, բայց միևնույն ժամանակ չանտեսելով արագ շարժվելու
ATV-ի համար։ Հիմա ժամանակն է տեղափոխվելու Բրյուսել, որտեղ տեղի կունենա It Showtime-ի Fast and Furious առաջնությունը, որի ռինգում էլ Հայաստանի K1 ֆեդերացիան ներկայացնող Հարութ Գրիգորյանը կմենամարտի K1-ի աշխարհի առաջնության կրկնակի հաղթող հոլանդացի Andy Sauerի հետ։ Հիմա ժամանակն է այցելելու այն բնակարան, որտեղ բնակվում է Հարութ Գրիգորյանը։ Արգելի հեռուստադիտողներ, ներկայիս դրությամբ գտնվում ենք Անտվերպեն քաղաքում, որտեղ որ բնակվում է Հարութ Գրիգորյանը։ Բազմակի անգամներ ականատես ենք եղել Հարութ Գրիգորյանի մենամարտերին եւ իհարկե այսօր հնարավորություն ունենք ծանոթանալու, թե ինչպես է բնակվում եւ իր առօրյան անցկացնում Հարութը։ Հարութ, ինչպես ես, ողջույն։
Ողջույն շատ լավ։ Ինչպես է տրամադրությունդ։ Լավ։ Ականատես եղանք քո նախորդ մենամարտին, Հարութ, շատ հեռուստադիտողներ սպասում են քո հաջորդ կայանալիք մենամարտին։ Պատրաստվում ես այդ մենամարտին։ Այո, պատրաստում եմ, օրերին կամբարում եմ։ Այո, եւ մենք տեսանք քո մարզումները, նաեւ ներկա եղանք քո մարզումներին։ Հարութ, նաև հայ հեռուստադիտողին հետաքրքրում է թե ինչպես ես դու բնակվում եւ ինչ հաջողություններ ունես, ուզում եմ ծանոթանալ քո հաջողություններին, որտեղից սկսենք։ Իմ սենյակից սկսենք, որտեղ ես։ Շատ լավ, անցնենք առաջ։ Այս իմ սենյակն է։ Լավ։ Սա իմ աֆիշներն են։ Շատ լավ։ Հարութ, սա ինչ մրցաշար է, որտեղ ես մենամարտել։ Ես 2011 թվականին Անտվերպենում հոլանդացի Անդիսավ Հենիֆանուստալի դեմ, պարապում Անդիսավ կլուբում։ Շատ լավ բոյ էր, այդ բոյից հաղթեցի։ Դա գաղտնիք չէ, որ մեր հայերը շատ մեծ հաղթանակներ են ունենում տարբեր երկրներում։ Հարութ, ինչքան ժամանակ է բնակվում ես Հոլանդիայում, ներողություն Բելգիայում։ 11 տարի արդեն։ 11 տարի։ Իսկ ինչքան ժամանակ ես զբաղվում ես այս մարզաձևով։ 9 տարի է։ 9 տարի։ Պրոֆեսիոնալ ռինգերում երբ անից ես հանդես։ 4 տարի արդեն։ 4 տարի է պրոֆեսիոնալ ռինգերում ես հանդես գալի։ 2010 թվականին K1-ի West European Արևելյան Եվրոպայի թուրնամենտի առաջնության մասնակցում էին թվով 8 մարզիկներ եւ եզրափակիչ փուլում արդեն 2 մենամարտ հաղթած մարզիկները եզրափակիչ փուլում, որտեղ մենամարտում էին միմյանց հետ, Հայաստանը ներկայացնող Հարութ Գրիգորյանն էր եւ Մարոկոն ներկայացնող Մուհամեդ Կամալով։ Այդ մենամարտին դուք ինքներդ նույնպես ականատես կլինեք եւ շարունակենք։ Հարութ, օրական քանի մարզում ես անցկացնում։ Օրերին կամբարում եմ։ Ահա։ 2 ժամ։ Իսկ շաբաթվա մեջ որ օրերն ես մարզվում։ Ամեն օր, բացի յուրաքանչյուր օր շաբաթվա մեջ։ Բացի ու յուրաքանչյուր օր 2 մարզում։ Հարութ Գրիգորյան, ներկայացնես խնդրում եմ այս մենամարտը։ Առաջի բոյս կտնում եմ Պորտուգալացի Բրունո Կարվալոնի հետ։ Ահա։ Որից հաղթում եմ։ Ահա։ Հետո հալը ֆինալում կտնում եմ Անտոնի Կենի դեմ։ Լավ։ Անտոնի Կենի դեմ երկու անգամ էր, որտեղ առաջ անգամ էլի կպել էի մի անգամ։ Ահա։ Էլի հաղթել էի։ Լավ։ Հիմա համեցիկ ուրեսին եք գավատնես։ Լավ, լավ, անցնենք առաջ։ Իրոք զարմանում են, ոնց կարող է այսքան մենամարտերում հանդես գաս եւ նմանատիպ հաղթանակներ ունենաս։ Անցնենք առաջ, Հարութ։ Խնդրում եմ ներկայացնես, սա ինչ մենամարտ է տեղի ունեցել եւ ինչ 2009 թվականին Եվրոպայի չեմպիոն գոտու համար կպա։ Լավ։ Հաղթեցի Ֆրանսիայից որ քաշային կարգում 66 կիլո։ 66 կիլոգրամ քաշային կարգում 2008 թվականին թե 2009 թվականին։ Այն ժամանակ 66 կիլոգրամ քաշային կարգում էր հանդես գալի։ Լավ, անցնենք առաջ։ Հաջորդը ինչ մրցակցի եւ որտեղ ես մենամարտել։ Բելգիայում, Բելգիայի չեմպիոնատներ։ Ահա։ 2007 թվականին այդ վաղը 63 կիլո է։ Ահա։ 2007 թվականին ավելի վաղ հասակում ես մենամարտել։ Հարութ, պատրաստվում ես Հայաստան այցելել։ Այմ մրցումների բանով ժամանակ չիլում։ Լավ։ Իսկ մոտակա օրերս, այս մոտակա ժամանակներում երբ ես պատրաստվում։ Մրցումներս ավարտեմ։ Հարութ, այս մեկը կխնդրեի ներկայացնես, սա ինչ մրցաշար է տեղի ունեցել։ 2010 թվականին Իտալիայում այսպես պահենք Իտալիայում կպա, որից գտնում էր Արմեն Պետրոսյանը եւ այս մենամարտին այո հանդես էր գալի կրկին Արմեն Պետրոսյանը, Գյորգիո Պետրոսյանի կրտսեր եղբայրը եւ իհարկե այստեղ հաղթեցի։ Այսի որ հաղթեցի։ Լավ։
Ինչ մրցաշար է տեղի ունեցել։ Այդ մասը 8 մանց տուրնույը 8 մանց օրվա տուրնույը մեջ 3 հոգուտ կպա ահա ցախտեցի մի օրվա մեջ 3 մենամարտես ունեցել Արուտ քանի մարզիչի մոտ ես մարզում քանի մարզիչ է զբաղվում քո մարզական գործունեությամբ 4 մարզիչ այ կներկայացնես որը ինչ գործողություն ա կատարում Դանիել Սոմոսը իմ տրեներն է լավ ինքը զբաղվում է իմ մրցումներով կազմակերպելը լավ հաջորդը ու կենը ահա պահում լապաներն է պահում Կենը լապաներն է պահում հաջորդը ու բանը Կերլը էլի լապա է պահում բայց տիխանը շատ տիխանի վրա Կխնդրեի ներկայացնել թե ոնց եք վերաբերվում Հարութի մենամարտերին դուք ներկայ եք լինում նրա մենամարտերին Բնականաբար լավ ենք վերաբերվում քանի որ ինքս սպորտով եմ զբաղվում եւ ամեն իր մարտերին բոլոր մարտերին ներկայ եմ լինում եւ հոգեպես օգնում եմ եւ նրա մոտ շատ լավ է այդ վերաբերմունքը ընդունվում Շատ լավ դուք ներկայացեք խնդրեմ Արտուր դուք Հարութի եղբայրն եք Հարազատ եղբայրն եք այդ դուք Հարութի մասին մի երկու խոսք խնդրեի ասեի Ինքը ոնց որ դեկատեցիք շատ համեստագայ է Սիրում իրան տենց շատ ներկայացնել ասենք իր այդ հաջողությունները բայց իմ կարծիքով հաջողված սպորտսմեն է Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալ ենք, որ դուք նույնպես մեզ հետ եք Եվս մեկ անգամ ներկայացնեմ, որ մենք գտնվում ենք Անտվերպեն քաղաքում Հարութ Գրիգորյանի բնակարանում ինքներդ շատ անգամ ականատես եք եղել Հարութ Գրիգորյանի մենամարտերին Հարութ շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ ենք այս ամենի համար Ձեզ նույնպես հաջողություն Հարգելի հեռուստադիտողներ, այսօր եւս մեկ անգամ ծանոթացանք եւս մեկ պրոֆեսիոնալ մարզիկի հետ, Հարութ Գրիգորյանի հետ։ Հույսով եմ, որ բավարարվեցիք այս ամենից եւ իհարկե յուրաքանչյուր շաբաթ կդիտենք նաեւ Հարութ Գրիգորյանի մենամարտերը։ Ցանկանանք նրան հաջողություն, շնորհակալ ենք Հարութ։ Հույսով ենք հաջորդ անգամ կհանդիպենք քո նաեւ մենամարտերին եւ իհարկե ավելի մեծ հաղթանակներ ունեցած Հարութ Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն։ Je me présente Molotov, undercover, le micro chauffe, appelle-moi Mr. Over. Moi j'innove, depuis Radio Nova, sur un son qui groove, qui va à Zétatouva. Pourquoi tu l'ouvres? Quoi, qu'est-ce que tu me prouves? Ta carrière je crève, comme un Aquanikova. Vas-y tu me couvres, braquage sur un convoi. Mon flow dans ta gova, j'attends le salaire à chèvre. Le son t'achève, danse comme un cheval. Ici pas de philosophe, ça rêve à trop de œuvres. Vas-y j'ouvre, ça rêve des pas l'ouvre. Bouge la tête des ouvre, les bourgeois deviennent ouvre. J'ai 8 de pauvres, ça vient de les sous-bois. Toi de son par les deux bois, j'parle pas la langue de bois. C'est Rouskova, c'est Négalo Tamba. Ton style est trop pauvre, moi Hamdoullah ça va. J'en plus comme un junkie, safe n'est pas funky. La merde dans ton paquet, l'horreur moi c'est junkie. Flow trop paraki, j'mange tôt comme les hackers. J'glisse comme au ski, au top comme Cherokee. Lève tôt comme les frosties, Hélène mange pas de cheese. Toujours le fil au fish, au McDo, bitches. J'contrôle mon PS, même en période de crise. La lame, j'ai KS, le terre-terre j'maîtrise. Moi j'fais pas la PS, je pèse le champ PS. J'te le dis en toute franchise, ton flow il pue la PS. J't'effonce comme une paire KS, t'es keufs dans ta DS. T'as trouvé ton robe, faut que j'te dise que t'es mon VS. J'me tape jamais la fiche, ma tête est mise à prier. J'm'en fais ish, le rap français sur moi a mis une fiche.
Vas-y créer, Molotov 4, G8 c'est le ZN, travail à PK. Efficace, qui tabasse, ça s'arrête la masse, arrache comme le charras, j'm'en prends la race, quand j'kick, tu nasses, j'sais pas, c'est comme Aas, la classe qui te casse, ma voix terrasse, grouille, ça tracasse, tu la as, des as, putain t'es naze, traas, j'rêve d'un palace, au bas à ma as, pour l'instant j'ramasse, des billets, j'aime de la casse, tu connais mon place, pas la base, j'sais pas pourquoi tu casses, chut, on te casse, t'as peur de me faire face, comme une liasse, je suis solidaire, mais mon chien on galère de whiskas. Hélas, je veux pas ta bouche pour sucer ma glace. Et ta as, vas-y fais, sois un beat qui déclasse. Je te déclasse, c'est ma deuxième trace. Je désosse ton flow, aïe t'es bon pour la casse. Yeah. Amsterdam West, MO achter de knoppen geloof. TNP, Hustler, Anu ding. Ze brengen me niks, man dan. Fuck! Voel je die shit nu gaan? Het brengt je zo in space. Ik laat de beat niet gaan, want dat is hoe ik leef. Ik geef geen fok om bitches, want die brengen me niks, nee. Den en de hustler en de Anu day. Voel je die shit nu gaan? Het brengt je zo in space. Ik laat de beat niet gaan, want dat is hoe ik leef. Ik geef geen fok om bitches, want die brengen me niks, nee. Den en de hustler en